Հաղորդման հովանավորն է MG Group-ը։ Հաղորդման գործընկերն է Տուն Դեպո կահույքի սրահը։ Կային ժամանակներ եթերից համերգ, համերգից միջոցառում, միջոցառումից նկարահանում, նկարահանումից ձայնագրություն, թոշակառուն խոսի ու այդպես շարունակ։ Բայց դու հիմա էլ ես բարձունքի վրա, դու հիմա էլ եթեր ունես, շատերը քեզ նախանձում են, շատերը նեղվում են, որ իրանք այդ եթերը չունեն, դու ունես, շատերը ասում են անընդհատ բարձունքի վրա ես, 50-ն արդեն գուցե համերգներ չկան այդքան շատ։ Իսկ գուցե դու ճիշտ չես գնահատում սիտուացիան, այսինքն քեզ թվում է, որ քո մոտ անկում է, ինչ իմանաս, միգուցե քո մոտ հոգեբանական խնդիր է, լսի։ Իսկ դու ինչու ես գրում էիր, այն էլ ինչ երգեր էր գրում։ Այո, երգում են աստղերը։ Իմ գրելու էպոպեյան անցա եւ ես դա հստակ գիտակցում եմ։ Այո, ոչ թե անցավ պիկը, երբ ես շատ հայտնի ամենահայտնի երգահաններից Դա արդեն շատ լուրջ հոգեբանական դիագնոզ է, եթե դու արդեն ասես պիկը անցել։ Չէ, ես մի րոպե, ես ռեալիստ եմ, ես գնահատում եմ, որ ժամանակները փոխվում են, պահանջները նույնպես եւ այն ինչ որ այսօր պահանջարկ ունի, ես դա միգուցե Այսքա չես կարող այսօրվա պահանջներին։ Կարող եմ, բայց չեմ ուզում։ Համահունչ։ Կարող եմ, չեմ ուզում։ Լավ, դա հարցի մյուս կողմն է։ Արի դիմավորենք մեր այսօրվա առաջին լուրին եւ հասկանանք որն է պիկը։ Այո, եւ առհասարակ նրա աստիճանները ինչպես են։ Դիմավորենք։ Այսօր առաջինը մեզ է միացել հասարակական գործիչ Թևան Պողոսյանը, բարև ձեզ, բարի գալուստ մեր տաղավար։ Շնորհակալություն հավերի համար։ Ձեզ ինչպես դիմենք, պարոն Թևան։ Պարոն Թևան։ Պարզապես։ Աստիճաններից ենք այսօր խոսելու, ոչ սովորական, այլ կյանքի աստիճաններից։ Երևի թե սկսենք ձեր կյանքի առաջին աստիճաններից։ Որտեղից է սերում, որտեղից է գալիս Թևանը։ Ծնվելն առաջի աստիճան է եղել, շնորհակալ եմ մայրիկին եւ հայրիկին, որ լույս աշխարհ են բերել։ Դա եղել է երևի այն առաջի աստիճանի գաղափարը, որտեղ օդ եմ շնչել, ամեն ինչ արել եմ եւ դրանից հետո իմ կյանքի ամեն ինչն է եղել։ Ծնողները ինչ-որ բան ուրվագծել էին, նախատեսել էին, պլանավորել էին, դուք կատարեցիք իրենց ցանկությունը, թե գնացիք այլ աստիճանով։ Առաջինը եւ նա, որտեղ եթե խոսում ենք աստիճանի կամ գաղափարի մասին, մի բանա ոնց եմ ես ընկալում ինչ է նշանակում աստիճան։ Աստիճանը բարձրանալու համար է, իջնելու համար է։ Աստիճանը ինչ-որ դեպի աչա տանելու թե ձախա տանելու։ Չէ, սկզբից բոլորը բարձրանում են, չէ՞։ Լավ է ասում, որ բարձրանում։ Բարձրանում ես որպես էվոլյուցիայի, այսպես առարկա, բայց կյանքիդ մեջ կա մի բան, որտեղ բնականաբար ինչ ուզում ես անես, դու սկզբից փորձում ես կլանել, հասկանալ, որ հետո քո սեփական ինքնուրույն քայլ անել։ Այն ժամանակ, երբ որ պետք է փորձել ընկալել եւ հասկանալ, դա ծիրակությունն է, զարգացումն է, կյանքից շրջապատի մեջ ընկալումներն է, ընտանիքի դրվածքն է, ով լինելն է, ինքնության արմատներն է, այդ ամեն ինչը գալիս է ծնողներից եւ ես շնորհակալ եմ, որ ունեմ այդ բախտն եմ ունեցել լինելու Զիրայրի տղեն եւ Անժելայի տղեն։ Շատերը բավական այսպես հստակ գիտակցում են, որ երջանիկ են անկախ ամենից ծնվելու տվյալ ընտանիքում։ Ինչու եմ ասում անկախ ամենից, որովհետև կան նաև մարդիկ, գտնվում են մարդիկ, ովքեր ասում են, որ Երանի, չգիտեմ, օրինակ, մի օլիգարխիան են տալի, նրա երեխաները երբեք խնդիր չեն ունենա կյանքում, որովհետև նրանց համար ամեն ինչ նախատեսված է, նախանշված է, իրենց համար ամեն ինչ պատրաստ է եւ կարծես իրենց միայն կյանքի վերելքն է սպասվում, որովհետև իրենց համար արել են կամ կանեն ամեն ինչ։ Այդ ձեր ընտանիքը ինչ ֆինանսական վիճակում է եղել եւ դուք ծնվել եք եւ արդյոք դուք գերանի տվել եք մարդկանց, ովքեր, եթե իհարկե օլիգարխի ընտանիքում չեք ծնվել։ Չէ, նայեք, առաջինը երևի ամեն ինչը պետք է գա հենց այն բանից, թե ինչի մեջ ես դու քո այդ երջանկությունը տնկալում եւ արժեքը դա։ Երբ որ քեզ դաստիարակել է, որ դու ծնվել ես շարունակելու քո տեսակը,
Երբ դուք ծնվեցիք, ձեր հոր կարիերայի, եթե նա կարիերա էր անում, որ աստիճաններ որ փուլեր, նա անկում մեր ապրում արդեն թե դեռ վերելքի վրա էր։ Դա վերելքի վրա էր, գնում էր առաջ գիտնականը աճում էր, եթե այդ ձեզ բաներն անում։ Ասենք այդ աճային բանը գնացել է, իսկ հիմա ինձ թվում է ամենագագաթնային կպնում, որտեվ մարդը, որը ունի ծոռնիկներ։ Դուք ժամանակին եղել եք ազգային ժողովի պատգամավոր։ Տենց է վերջում նայեք, պաշտոնների, մեր ընտանիքում պաշտոնների խնդիր երբևէ չի Բայց եղել։ Պապս եղել է էլ գյուղի տեխնիկումի ղեկավար, պապս եղել է ժամանակին սովետական իմաստով, եթե նայեք Արցախի, հա, բայց մի տենց կրթության ինչ-որ բաների կարևոր մարդ, վերջում էլ գյուղի նախագահ։ Հիմա ասենք, հայրս էլ է եղել հասարակ ինժեներից կամ տոկարի։ Լավ, իսկ հետո երբ որ պաշտոնանկ է լինում, հասել է վարչապետ, ոչ մի բան, ասենք ինչ է։ Բայց ես ուզում եմ ձեր հոգեբանությունը լսեմ, ինչ է եղել, երբ որ դուք այլևս պատգամավոր չեք։ Շատ հանգիստ, որտեվ ասենք, այդ ինչ է նշանակում։ Այդ պարտավորությունը, որ դու կրում ես, դա հակառակը, եթե դու վերաբերվում ես այդ պաշտոնին պարտավորության նման, մեկ-մեկ ուզում ես ազատվես։ Իսկ շրջապատը, իսկ ընկերները։ Նույն ընկերներս ավելի շատ երևի տուժել են նրանից, որ այստեղ եմ եղել, ոչ թե այդ կողքը, որտեղ դրոպեին պետքա ուրիշ բանի մեջ լինեի, իսկ իրանք որոշել են, որ արի գնանք մի հատ լավ բան։ Հա, բայց համաձայն եք, քիչ մարդիկ կան, որ պաշտոնանկ են լինում, գժվում են, խելագարվում են, դրա համար չկան, չասեք չկան։ Չէ, դրա համար եթե դիտարկեք, պետքա ձեզ պարզապես մի բան հիշեցնեմ, որը վստահ եմ, որ այսօրվա դրությամբ սոցիալական կայքերի մեծ մասը թույլ են տալիս դա։ Facebook-ում մի անգամ գտեք ազգային ժողովի պատգամավոր եղած կարգավիճակում մի ստատուսի, որը գրել էի, որ այն ժամանակվա, որ ես առաջարկում եմ, որ Հայաստանում մի հատ ինստիտուտ բացեն, որտեղ նախկին պաշտոնյաների կամ բանաների համար հոգեբանական այդ աշխատանքը տանը, որ հասկանա, որ սա կյանքի վերջ չի։ Մեկ ուրիշը կարող է պաշտոնանկ լինել, պաշտոնից զրկվել եւ անկում ապրել, Դրա համար նայեք, մենք խոսում ենք մի բան, որ կյանքում ինչ աստիճան է, չէ՞, մեկի համար այդ աստիճանները բարձրացում են։ Եթե դու ունես մանուկ ժամանակվանից երազանքների խնդիր ու կարողանում ես երազանքները երկարատև տնես, օրինակ ասում ես, ես ուզում եմ ունենամ նենց մի իրավիճակ, որտեղ նստեմ եւ թորներիս անունները մոռանամ։ Հա, մեկ-մեկ շշկռեմ, այնքան շատ ալնեմ։ Դու դրան ես գնում, էլ ժամանակ չես նայում, թե ճանապարհին դու ինչ-որ մի անգամ տնօրեն ես եղել, մի անգամ տնօրեն չես եղել, մի անգամ ինչ-որ բան ես եղել, բայց վերջնական նպատակային երազանքդ եթե չի ձևավորվել, ապա անգնելու ես այդ բան, եթե երազանքը տենա, որ այ մի օր 1 միլիոն դրամ աշխատեմ, հետո 2 միլիոն, հետո 100 միլիոն, հետո 25 միլիոն եւ այլն, միգուցե այդ ձեր ասած ընկալումները բանել են, բայց այդ ժամանակ ես եմ սխալ մարդ։ Ինձ ալ ձևով են դաստիարակել։ Ես առաջարկում եմ մայստրոին էլ հարցնեք, երաժշտի համար առհասարակ կյանքի կարևոր աստիճանը ո՞րն է։ Բարձրագույն աստիճանը, հա, այսպես ասենք։ Եվ դրա հակառակը։ Ինձ թվում է ընդհանուր ոչ միայն երաժշտի, մշակույթի յուրաքանչյուր գործի չի կամ իր գործի վարպետի, սենց ասեմ։ Գերագույն աստիճանը այն է, որ իր աշխատանքը մարդիկ։ Գուցե դա կոչումն է։ Չէ։ Գուցե դա մրցանակներն են։ Չէ, կոչումը մեծ հոնորարները։ Ճիշտ ասեմ, կոչումը դա ինչ որ դստերած հնարած ինչ որ բան է, ճիշտ է։ Բայց հաճելի է, չէ, հիմա ասեին, դրանք ժողովրդական արտիստ, Դե էլ եմ ասում, դա Սովետ միության մնացորդներն է, հա։ Հիմա պատկերացնում եք Ամերիկայի ժողովրդական արտիստ Մայքլ Ջեքսոն, ասենք ոնց է լսվում։ Բայց նա էլ ունի դիտկոց։ Փոփի արքա։ Չէ, դիտկոց բոլորը ունեն, Սեր Պոլ Մակարտին որ Ես դա չունեմ ասի։ օրինակ։ Դե դա ուրիշ է, Բայց չէ։ պետք է ունենա այդ։ Դե հիմա չէ, մարդը ձգտում է դրան, դա ուրիշ է, արդեն մարդ սիրում է։ Մայստրո ջան, ներողություն, մարդ կա ձգտում, ըստ սա իմ իհարկե սուբյեկտիվ կարծիքն է, ըստ ում յուրաքանչյուր մարդ, չկա մարդ, համ շատ քիչ տոկոս է կազմում, ով Փարքի փողի չեմ ասում։ Փարք, տեսեք մի կողմից դա ճանաչումն է, գնահատումն է, դա էլ է փարք։ Չեմ ասում փառասեր, փառամոլ։ Չէ, փառամոլ չէ։ Բայց յուրաքանչյուր մարդ ուզում է։ Աստիճան է։ Ո՞վ է ասում, ես ուզում եմ ինձ չնկատեն, չտեսնեն Չէ, Մարինա ջան, բոլորիս մեջ կա փառասիրությունը, չի կարա չլինի դա շարժող ուժն է, որպեսզի դու կարողանաս աշխատել։ Մենք բոլորս Աստծո զավակ ենք եւ ունենք իր այդ նաեւ խնդիրներ, բայց բացի դրանից, չէ, բնականաբար որ մենք սոցիալական կենտրոնի ենք բնականաբար։ Հա, նորմալ է։ Բայց երբ որ քեզ մանկուց դաստիարակում են երեք ասած վրա, տատիկս բարձրագույն կրթություն չի ունեցա, պապայի մաման, հա, ասենք։ Եղել է հասարակ բանանելով, բայց նույն պապիկիս, այն որ ասում է, որը այդպես բան, այդ իրանց սերը երևույթը, որը ես տեսել եմ, շատ
Այդ բայց ինքը մի հատ հայտնի ասացվածքի բան էր տալիս ու դա միշտ կրկնվել է։ Սա կյանքի ժամանակ է ձեր աստիճանի։ Մարդը ունի 3 գլխավոր փորձություն։ Մեկը փողի փորձությունն է առաջինը։ Դու ձեր ասած հարուստ ես թե աղքատ ես, բայց նույն մարդը կմնաս թե չէ։ Երկրորդը, երբ որ գալիս ես մեր փառասիրության կամ парքի, այ կլինի երկիչա կամ քեզ այսօր մի 10 անգամ հերոստատեսությունով ցույց են տվել ու դու ինչ-որ մի բան ես անում եւ այլն, կմնաս նույն տեսակը թե չէ, եւ երրորդը իշխանության։ Երբ որ դու ունես իշխանություն, կարաս ուրիշի ճակատագրերի վրա թղթով ստորագրելով ինչ-որ բան ես, կմնաս նույն մարդը, ասում եմ, եթե այս 3 փորձությունները անցել են ու մնացել է նույն մարդը, իմ կյանքի մեջ մի անգամ առիթ ունեցել եմ դրա մասին գրելու, որ ընդամենը 10 մարդու եմ ճանաչել, տենց, որոնց կհամեմատեի։ Դրանցից մի մասը 20 թվականից հետո նույն ձևի հետ իրավիճակից դուրս եկան։ Պարոն Պողոսյան, երբ ասում ենք այ կյանքը էս ինչ բան է, այ 3 ինչ էի անում, այսօր ինչ եմ անում։ Այ օրինակ դուք քաղաքական դաշտից հետո այսօր ով կմտածեր, որ դուք կզբաղվեք գործառույթությամբ։ Դե գործառույթությունը մի տեսակ երևի եթե ճիշտ ասեմ, որը բուն իմաստով է, բայց ոչ ես զբաղվում եմ ստեղծելով։ Ես ինձ համարում եմ ավելի շատ միգուցե արվեստագիտական բանով։ Ես ստեղծում եմ ամեն տարի մի նոր տեսակի գինի։ Հասկանալ է, որ կարող է դա արդեն բայց կմտածեք երբեք, որ այդ դաշտում կհայտնվի։ Բայց 18 տարել մինչև 21 թվականը հոբիով եմ արել դա։ Երբ որ 4-րդ աղջիկս ծնվել է, ասենք, չգիտեմ, աստվածային ինչ-որ իմաստով որոշեցի, որ լավ, այսօրը գինեմ։ Բայց ով է այդ նաև ձևերը ինձ սովորացրել, որ տնտանական ձևով գինի պատրաստելը, պապիկս, որը իր ժամանակին անում էր նայած տվել հարի։ Այսինքն դες համար անակնկալային վայրի վերում չի եղել։ Փոքր ժամանակ միգուցե այն րոպեին, որ պապիկ ասում էր, այ չէ, հիմա պետք է այս րոպեին բալոնը բարձրացնենք, շլանգը տնենք, բանակ, ես ցանկանայի գնայի փողոցում ֆուտբոլ խաղայի։ Դե հա, այդ տարիքում Այդ ժամանակ միգուցե նույնիսկ այնքան էլ բան չանես, բայց մի բան էր, որը սովորացնում էր, որ հետո կյանքում դառավ ինչ-որ չասեմ առաքելության, բայց հնարավորություն, որ դու զբաղվես ստեղծագործական բանով։ Յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում ունենում է, ինչպես ֆիլմն է, չէ, այդպես պիկ, հա, զավյասկա, ռազյասկա, ինչպես են ասում, հանգուցալուծում, կուլմինացիա, ձեր կյանքում այդ, այսպես ասած, փոխպաշտոն, փառք եւ դիրք։ Իսկ գալու է հələ, որ կներեք, ես իմ կյանքի Այսինքն դուք դեռ ես իմ կյանքի մեջ որ հարգում եք։ Ես իմ կյանքի մեջ Վերև թե ներքև։ Ես իմ կյանքի մեջ լավագույնս երևի օրը կապեմ, երբ որ տեսնեմ, որ թորնիկս ինձ ծողնիկա պարգև է։ Որտեվ ես ուզում եմ դա տեսնեմ։ Ես ուզում եմ հասկանալ, որ այ շարունակական գաղափարը գալիս է։ Այդ ժամանակ կհասկանա, որ ես կարողացել եմ շարունակության բանի մեջ ապրեմ ու տեսնեմ։ Դա է իմ նպատակը։ Այսինքն դες համար շարունակականությունն է, այդ ընթացքը այդ հա, բայց հենց դրանով է չէ հետաքրքիր, որ լավ Ջավադյան Թևանի Տաղա Ժիրայր Պողոսյանից հետո Թևան Պողոսյան Թորը, որից հետո կլինի Մհեր Պողոսյանը, որից հետո միգուցե էլի անուններով շարունակություն։ Այս սրա մեջ է, չէ, այդ արժեքային կապը։ Բայց մտածել եք այն վերջինը ձեզ որքանով կհիշի։ Դե գալու է, բայց դրանից առաջինին ինչ եմ փոխանցել, չէ՞։ Բայց շատ հաճախ։ Հիմա ինձ ինչ եմ փոխանցել, որ ես ամեն տարի ինչ էլ չլիներ, կարողանում եի գնալ Արցախ Գիշի գյուղ, որտեղ որ ասում եմ, Ստեփանագերտից եմ եղել բանը, հա, այդպես, բայց գնում էի պապիկիս գերեզմանի կողքը եւ երեխաներին տանում էի, որ ցույց տայի, որ արմատական գաղափարը սա է սկսել, սա մերն է։ Ցավոք սրտի 3 տարի չեմ կարողանում գնամ, բայց հիմա թեման դրա մասին չի։ Բայց ինչ եմ անում, չեմ մոռանում դրա մասին։ Դա համար օրինակ պատի վրա նկարներով տոհմածառն եմ պատրաստել, ով որ մեր տուն գալիս է տանում ցույց եմ տալիս, երեխաներից տանելու եմ ցույց տամ, ես ունեմ աշխատանք։ Նայեք, մեր մոտ ամենաբանից մեկը այն է գալիս, որ շատ ժամանակ մենք ասում իմ աշխատանքս մեքենա վարելն է, չգիտեմ, ինժեներություն անելն է հաշվապատ։ Չէ, իմ կյանքի աշխատանքը նաև այդ դաստիարակության բանն է։ Բայց մեկը ձեր թորնիկը ամեն դեպքում հիշելուց, ձեր թորնիկը չէ հիշելուց, ծորնիկը հիշելով, հա, պապին կամ ծորի թորը, ասելու է գիտես, սա Թևան Պողոսյանն է, օրինակ, եղել է ռայկոմի քարտուղար։ Միշտ այդպես են, չէ, բնորոշում։ Պապս եղել է էս, նախարար։ Չեն ասում, եղել է Թևան Պողոսյանն ու մարդը, որը ինձ մի բան ասել։ Ես իմ պապիկի ոչ մի պաշտոնային բանը չեմ հիշում, այն որ ինքը ինձ ինչ որ մի բան է սովորացրել։ Ինքը իմ հետ նստել է ու գաղափարը, որ ինքը իր անունը
Դեն ժամանակ տենց էին Գիտեք, որ դուք փոխանցում, այդպես հա, եք ասենք այլ, անուն տվել է, որի մեջ ինչ որ մի բան եղել է։ Նաև հարցնենք մայստրոին իր կարիերայի պիկում է գտնվում, կուլմինացիայում, թե արդեն անկում է միգուցե դեռ վերելք է դիմավորի։ Դե տեսնենք ոնց է զգում ինքը։ Չէ, ասի որ Եվ երբ անկում է։ եղե պիկը, եթե պիկ եղել։ Չեմ կարող ասեմ պիկը երբ ա եղել, միգուցե եւ չէր եղել դեռ։ Հա։ Այո։ Միգուցե ես այդ սպասման մեջ եմ դեռ, չգիտեմ, չեմ կարող Չնայած ասել։ որ մի արվեստագետ է ասի որ պիկ եղել է։ Ուրեմն վերջ ավարտվել է Մի հատ էլ բան ասեմ, ըստ է, նայեք, շատ հետաքրքիր գաղափար դառնում, որտեղ ես վստահ եմ, որ մայստրոյի պիկը դեռ գալու է ու շատ բան է։ Տարիքը կապ չի, չափ։ Տարիքի բանը չի։ Բայց երբ որ դուք ասում եք ստեղծագործական, ինչն եմ ես համարելու իմ ստեղծագործական գաղափարի բան, չէ՞, սպորտսմենի պիկը երբ է լինում։ Դե երբ աշխարհի չեմպիոն է դառնում եւ Իսկ միգուցե երբ որ ելնելու է դպրոց, որը իր անունով է կոչվելու։ Հա, յետմահու։ Չէ։ Դե ինչի մենակ յետմահու։ Անպայման Հիմա ես ձեզ ասեմ, այնքան Մարդկությունը միշտ էլ յետմահու է։ Շատ ժամանակ թիմեր, որոնք դառել են չեմպիոն, ասենք բանը, չէ, ասենք իրանց այդ տրեները։ Միգուցե այդքան հայտնի ֆուտբոլիստ չի եղել եվրոպական, բայց սկսում են բան անել ու դա է լինում, որ իր դաստիարակության ու դպրոցն է բան անում։ Որևէ մի ակադեմիկոսի պիկը դա այնա որ ինքը այդ գյուտն արել, թե երբ որ դպրոց ա դրել ու իր դպրոցի անունով շարունակություն են անում։ Դա համար եմ ասում։ Բայց դա վայելու է, վայելելու։ ոչ բոլորն են ձեզ նման մտածում։ Նայեք այդ գաղափարն է, որովհետև եթե տենց ասեք, պետք է պարզապես վերցնեք ֆիզիոլոգիան, ասենք դե հիմա ծնվել եմ, մինչև 18 տարեկան ինչ որ գիտելիք եմ հավաքել, նրանից հետո ինչ որ ասենք սկսել եմ ստեղծագործական իմ կարիերայի ինչ որ բաները, հասել եմ 63-ից այլևս ասենք գնում ենք այդ բան, պենսիոն, հա, կամ թոշակային ինչ որ ժամանակա, դե այդ կյանքի 8 ժամը քնել եմ 24 ժամից, ինչը նշանակում է 1/3-ն էլ տեղա գնացել, շաբաթ կիրակիները հանում եմ, բան, վերջում դառնում է ամենօրյա 25-ից 30 տարի ժամանակ ունես ֆիզիոլոգիից, որ ինչ որ բաներ ստեղծագործես։ Բայց երբ է դա լինելու։ Շախմատիստ կա, շատ երիտասարդ է դառնում աշխարհի չեմպիոն, շախմատիստը լղել է ասենք 50-69-ը ասե։ Այդ դա եմ ասում, ամեն ինչը ոնց են մեզ մատուցում։ Այդ երևույթի մեջ է։ Որտեվ նույնիսկ ասում, հարուստ լինելը, ես օրինակ պապան երբևէ չի եղել հայտնի ինչ որ բան, բայց ամեն անգամ ասել է ես շատ հարուստ մարդ եմ, որտեղ ունեմ այս 2 բալիկներ։ Եք աղենք իրեն համոզել է, որ այդպես։ Իսկ հիմա պատկերացրեք, ես ինչքան հարուստ եմ, որ ունեմ 5 բալիկ։ Ի վերջո, ինչ ուզում եք արեք, ցանկացած բան էլ աշխարհում հնանում է, փչանում է եւ վերանում է։ Հիմա ինչպես վարվում է, այնպես էլ մարում է։ Հա, իսկ վերջում մեկը հեռանալու եք, որ ասում է 1 մետր 2 մետրի վրա անպատասխան բանով եւ ձեր այդ բան չեք տանելու։ Սրա մասին ես չեմ ասա, ավելի խելոքներն են ասել։ Եթե դրանով ես ապրելու, ասենք ինչի չկարողանաս հանգիստ դրան վերաբերվես եւ կյանքի դասավորությունը ավելի լավ տանես, որտեղ այդ նույն աստիճանների խնդիրը լինելու է դեպի վերելք, որը կարող է ֆիզիկական կամ չգիտեմ բանկային հաշվի զրոների ավելի բանի մեջ չէ, բայց վերելք է լինելու, որ այս միևնույնն է կա։ Ինչի երբ որ մեր խոսում ենք առաջի քրիստոնյաներն ենք եւ այլ, բայց Աստվածաշնչային այն բան չենք, որ ամեն օր արթնանալով շնորհակալություն ասեք Աստծուն, որ դու կա։ Հիմա մեկը կասի դու կուշտես, քո տեղը տակ է, դու քայլես տակ տեղից է։ Ես սոված, ես ձգտում, ես շատ բաներ այդտենց ներկայացում են։ Չէ՞ որ բան։ Ես ապրում եմ շատ մեծ որ ասում են ներքին գաղափարում ցավերով, որտեվ պապական տունս չկա, արմատները չկան, կյանքում հազարավոր բաներ եմ կորցրել, հարազատ բարեկամներ, մոտիկ ընկերներ եւ այլն, եւ այդ կորուստները նես չի որ կուշտ է։ Իսկ ի՞նչ է նշանակում, ոնց եմ ես կշտանում։ Ես օրա լինում կարող անդամներում այսքան բրինջ ուտեմ։ Հա, նույնիսկ դա չեմ բան անելու, որովհետեւ այդպես է դասավորվել այդ ամենի, այդ օրվա գաղափարը։ Կշտության խնդիրը որտեղ է։ Այնքան է լինում, որ նույն ձևի այդ բիզնեսի մեջ են պարտքերով գնում ես, գալիս ես, չգիտեմ ինչ ես ամ, այդ նույն գործարարության շրջանակները, որոնք այդքան բան չեն ամ, հեշտ չի տրվում, բայց այլ խնդիր է, արդյոք ես թողելու եմ այդ դժվարությունը ինձ ուտի եւ այն, թե ես եմ դժվարությունը հաղթահարելու համար ունենալու այն տրամադրությունը, որտեղ ես գիտեմ, եթե ես վատ տրամադրություն ունեցա, ես որևէ բան չեմ կարողալու ստեղծել։ Ես առաջարկում դիմավորենք նաև մեր մյուս հյուրին եւ կհասկանանք արդյոք տեսակետները համընկնում են թե ոչ։ Դիմավորեք։
մեզ միացավ դերասան Կարեն Հովհաննիսյանը, ողջույն, բարի գալուստ Լույսը վառերի տաղավար։ Կարեն, ձեզ համար կյանքի աստիճաններից որն է ամենաբարձրը եղել եւ կուլմինացիան կարելի ասել։ Եվ հիմա որ հարկում եք։ Կարծում եմ իմ կյանքի ամենաբարձր հարկում եմ հիմա, որովհետեւ արդեն իսկ ունեմ բալիկ, կարծում եմ սա ամենամեծ բարձունքն է, որ յուրաքանչյուր մարդ պիտի նվաճի։ Եվ հետո մնացած բարձունքները մի քիչ ավելի նյութական են, մի քիչ ավելի ես օրինակ սիրում եմ սարեր, լեռներ բարձրանամ, երբեմն այդ բարձունքը գրավելու, նվաճելու բերկրանքն է շատ ավելի հաճելի, բայց դա շատ փոփոխական է։ Մի օր էս բարձունքը, մի օր են բարձունքը։ Այն նվաճեցիք հետո։ Չէ, դրա հաճույքը այլ է։ Իսկ կոչումը դերասանի համար ի վերջո բեմ ծափարություններ, ծաղկեփնջեր, կոչում գնահատական։ Ես հենց դրա մասին եմ ասում, որ այս պահին երևի թե ամենաբարձր կետում եմ, որովհետև ինչ որ ժամանակ թատրոնից հեռացել էի, հիմա նորից թատրոնում եմ ու սա կարծում եմ բարձունքների կետերից մեկն է, որ պիտի միշտ լինես այդ հարթակում, այդ բարձունքում, որովհետև դերասանի համար շատ կարևոր է դա։ Անդադար լինել հեռուստաէկրաններում, կինո ֆորմատի մեջ, դա քիչ է դերասանի համար ու այս պահին ընտանիք, բալիկ, թատրոն, նկարահանումներ, զբաղվածություն, մասնագիտական բուռն ու սա կարծում եմ այդ բարձունքի վերելքն է ու ոչ սահմանափակ, այսինքն դեռ կան բարձունքներ հաղթահարելու, որովհետև երբեք չի կարելի դոփել տեղը։ Այստեղ շատ կարևոր է հաշվի առնել յուրաքանչյուր մարդ կարծում եմ պիտի իր համար հաշվի առնի, որ եթե ես այսօր բարձունքում եմ, ինձ պիտի թույլ չտամ այնպիսի բաներ, որ վաղը գուցե եւ ես չլինեմ բարձունքում եւ իմ դրսեւորումները պիտի ինձ ապահովեն իմ ներքևում լինելու համար։ Այսինքն, եթե ես ինձ այսօր բարձունքում վատ պահեցի, վաղը եղա ներքևում, ես որևէ մեկին չեմ ունենա պատասխան տալու, որովհետեւ ինչու, որովհետեւ եթե բարձունքը մի քիչ նյութականացնենք, որովհետեւ մեր օրերում մի քիչ շատ ավելի դրանով է պայմանավորված եւ սոցիումը գոնե դրանով է չափվում ցավի սիրտ, երբ որ մարդ շատ փող է ունենում, իր դրսևորումների ձևը մի քիչ այլ է լինում։ Մի քիչ ավելի քիչ ունեցող ուրիշ կերպ է դրսևորվում։ Եվ հենց այդ շատ ունեցողի մասին է խոսքը, երբ որ շատ ունես, քեզ մի քիչ ավելի կոռեկտ, գեղեցիկ ու պիտի համեստ պահես ամեն դեպքում քո ունեցածի լինել չլինելու չափից, որպեսզի վաղը կարողանաս դրսևորում ունենաս։ Երանի թե բոլորը գիտակցեն Այսինքն ինչ ուզում ես ասում։ ասես, դիրքով մարդը, փողով մարդը, այսպես ասած, քիչ թե շատ անձեռնմխելի է, որից Չէ, ուղղակի այստեղ մի քիչ ուրիշ գաղափարախոսություն կա, չէ՞, մենք գիտենք, որ այն ինչ չի վաճառվում, ավելի թանկ է վաճառվում։ Այսինքն այդ մարդիկ ունեն այդ հնարավորությունը չվաճառվողն էլ նույնիսկ գնելու։ Այսինքն սա չի տալիս իրավունք որևէ մեկին վնասել դիմացինին։ Այսինքն ոտնակոխ անել ուրիշին։ Բայց մարդը չի գիտակցում, չէ՞ որ նա պիկի ժամանակ, այ քիչ առաջ Թևանը շատ հետաքրքիր բաներ ասեց, իր պապիկը ինչ 3 կարևորագույն թեզ է առաջ քաշել, հա, փառքի ժամանակ, չգիտեմ, փողի եւ չհորանաց, չդառնաց, բայց մարդը չի գիտակցում, չէ՞, շլացնում է այդ ամենը։ Մարդը չի գիտակցում, պատկերացնում ես։ Օրինակ ես Գայլ է մարդկային, չէ՞։ Ես ասեմ, այս մի քիչ հայերին է բնորոշել այդ տեսակ դրսևորումները։ Չփնով ենք հայերին, բայց ամեն դեպքում տեսել եմ նաև այլազգի մարդկանց, որոնք որ այլ դրսևորում ունեն ու շատ ավելի մեծ գումարներ ունեն ու հնարավորություններ, քան օրինակ մեր մեծահարուստ հայերից ոմանք։ Ես առաջին անգամ երբ որ տեսա շատ փող ունեցող ինչ-որ մարդու, ինձ թվաց ինքը տենց նույնիսկ տուն չունի երևի։ Իր համեստությունը, իր դրսևորման ձևերը, իր կեցվածքը, ձիրքը, այսինքն ինձ հնարավորություն տվեց այդ մարդու հետ մի քիչ ավելի ազատ շփվել, ավելի հանգիստ, որտեղ այդ մարդը ոչ ոքից իրան վեր չէր դասում։ Չես լարվում, էլի։ Ինչպես է Լուսակի Հռոմի Պապի օրինակ։ Լավ, Կարեն, ով էր Կարենը 3 եւ ով է Կարենը այսօր։ Տարբերությունը մեծ է։ Դա բնականաբար կյանքը ու ընթացքը կյանքի մեզ տալիս է հնարավորություն փոփոխվելու ոչ տեսակի առումով։ Չէ, մարդը օրինակ ես նույն զբաղվում է հաղորդավարությամբ, այսօր եմ զբաղվում։ Չէ, բնականաբար յուրաքանչյուր օր եւ անցնելիք ժամանակի մեջ մենք անդադար սովորում ենք եւ տալիս է ժամանակը մեզ այդ հնարավորությունը սովորելու, չենք տկարանում եւ անդադար սովորում ենք։ Այն ինչ նույնիսկ այս պահին ինձ գուցեև պետք չի։ Շատ գիտելիք ունենալը քեզ ենթարկում է փոփոխման ու շատ դրական առումով ազդում է քո կյանքի որակի վրա։ 3 ավելի պակաս գիտելիք ունեի, քան այսօր։ Սենց կասեմ, որովհետև աշխարհում երևի ամենաուժեղ զենքը դա գիտելիքն է, ինտելեկտն է, ինֆորմացիան,
Ես անդադար ինձ ներբեռնում եմ ինֆորմացիայով, գիտելիքով, որպեսզի կարողանամ իմ վաղվա օրը շատ ավելի հեշտ դասավորել։ Ու սենց ավելի գեղեցիկ է դառնում կյանքը երևի թե։ Ես այս պահին մտաբերեցի Նարդոսի ես եւ նրան, հա, հիշում եք, որ ասում այսօր ով եմ ես, ով ես դու եւ երեքա ով է դու, ով եմ ես։ Այդ ձեր կյանքում եղել են մարդիկ, որ հենց այս ֆրազը ձեզ միգուցե չեն ասել բառացի, բաց տեքստով, բայց ինչ որտեղ հասկացրել են այ երկուսիդ այդ հարցը, որ կամ ընդհակառակը եկել է նման մարդ, դուք եք փորձել ասել ով է ով դարար։ Այդ այնց մարդկանց կմտաբերեք ձեր կյանքում, ովքեր ինչ որ ձեր կյանքի փոփոխությունից հետո կամ եկել են, կամ կորչել են։ Կամ փորձել են հիշեցնել անցյալը։ Այդ հարցը ճիշտ ասած անդադար ես եմ ինձ տալիս։ Ոչ ոք ինձ կարելի ասել նրա մասին մեծ հաշվով չի ասել կամ չի խոսել դրա մասին ով է եւ այսօր ով ես։ Ես ինքս վերլուծելով իմ ճանապարհը անցած իմ տարիներ առաջ եղած Կարենին վերլուծելով ես ամեն դեպքում էլի պիտի փաստեմ, որ անդադար սովորելը այն ջանքը, որը որ քո գործի աշխատանքի մեջ դնում ես ու նախ ամենակարևորը սիրով ես անում, հետո դու դրա պտուղները քաղում ես, երբ որ դու քեզ նույն բանը ասեմ, լավ էկրանից տարիներ առաջ նկարվածի խաղը, երբ որ ես տեսնում եմ իմ եւ այսօր, նես չի որ սրանով արդեն սահմանափակվել եմ, որ երեկվանը շատ ավելի թույլ էր, քան այսօր, հիմա գուցե եւ տարիներ հետո նայեմ այսօրվա իմ խաղը եւ համեմատեմ արդեն տարիներ անցի հետ, գուցե եւ հիմիկվանն էլ թույլ լինի, բայց այս անցումները ինձ տալիս են հնարավորություն, որ ինչից ինչ դարձար, այսինքն ինչքան աշխատեցիր քեզ վրա, ինչքան վերցրեցիր կարևոր մարդկանցից այն կարևոր կետերը, որոնք որ քո մասնագիտության համար, քո ապրելու համար, մարդասիրության համար շատ կարևոր է։ Այսինքն այս ով եմ ես եղել եւ ով եմ ես այսօր, այս հարցին միայն ես եմ երևի թե անդրադառնում, կամ գուցե լիքը մարդիկ, որոնց հետ ես չեմ ունենում։ Ինչպես հայտնի երկում, ով եմ ես։ Այո, որ դուք երկուստը գաղափարակից մարդիկ եւ այսպես առաջի այսպես պլան գաղափարն եք վեր քաշում։ Ոչ թե նյութական։ Հարցս շատ տրիվիալ է։ Երեխաներ, ովքեր ծնվել են նորից եմ ասում, հարուստի ընտանիքում ունեցել են լայն եւ մեծ հնարավորություններ հասնել ամենի, ոչ թե հասնել, այլ ունեցել են այդ ամենը, հասել են արդեն պատրաստի այսպես արքայազներ եւ արքայադստրեր։ Որպես կանոն ինչ հոգեբանությամբ են թե էլի մարդուց է կախված նրանք ապրում եւ ինչի են հասնում եւ որն է նրանց անկումն ու պիկը այն նրանք այդ պիկը զգում են որն է նրանց պիկը Նայեք քանի որ ֆինանսականի լավ ընտանիքի պահված երեխա քանի որ ֆինանսականի վրայից եք դնում եկեք փորձենք օրինակը բերենք այն ինչ որ մեր կյանքում է այո քանի սերունդ է Ռոքֆելլերի ընտանիքը հարուստ քանի սերունդ է Թրամփի նույն Թրամփի դեպքում եւ քանի սերունդ կա մեր հայկական հարուստների պատմության մեջ որ կարաք ասեք հա Դե կա այստեղ գայկակ հասակ մի բանի եւ երբ որ վերցնում եւ ուսումնասիրում ես բարձում է որ այն ընտանիքներում որտեղ գիտակցել են որ երեխային իրենք պարտավոր են դաստիարակել այլ ոչ թե ամեն ինչը տան այդ երեխաները կարողանում են եղած քարի վրա գումարեն եւ գնան IKEA-ի ղեկավարը իր երեխաներին ամենաներքևից սկսել է ամենաէժան ձևերով պահել է մեր ընկալման մեջ էժան, հա ինքը նույնիսկ բիզնես կլաս չէր նստում, հերիք չի, բայց իր երեխային էլ ասում էր պետք է լինի հեծանիվով հետևիցս կգաս, որովհետև դա չի բանում։ Ես ունեցել եմ այդպես մի հատ դեպքի բանում, միշտ հիշել եմ, որ այ դա պետք է անել, որ երբ որ նույնիսկ քո հայրը պաշտոնյա է, մեքենա ունի, որը սպասարկում է իրան, եւ դու ըստ պաշտոնի պետքա գնաս իր հետ հանդիպման, նույն տնից դուրս ես գալիս, ինքը մեքենայով է գնում, իսկ դու ոտքով վազում ես, որ հանդիպմանը հասցնես։ Այսպես օր եմ ունեցել, որը հետո համեմատելով ասել եմ, այ դա ամենաճիշտն է։ Իսկ երբ որ դու լինում ես լավ հարուստ եւ մեր հայկական իրականության մեջ շատ աշխարհով մեկ հարուստներ ենք ունեցել, բայց կասեք երեխաների հաջորդ սերունդների մեջ, որոնք են որ շարունակել են։ Դե մի բան խնդիր կա։ Իրենց կյանքի օրոք ամեն ինչ եղել։ Օրինակ, չէ, ասենք եղել է, բայց ասենք ուրա։ Հա, բայց ուրա Մանթաշյանի շարունակությունը կա։ Հա, դուք էլի շատ հետ գնացիք։ Չէ, Քրքորյանն է մեր օրոք։ Ռեալիզմի եմ գնում։ Քրքորյանական ընտանիքը ետելն է Ռոքֆելլերի, իր եղածը չէին տա 6 հատ ինչ որ այլ իրավաբանների, որ պետքա բաժանեն։
Կյանքի վայրի վերումների աստիճանի մասին փորձել եմ երկշարադրել, ինչպես միշտ, երկեմ ասեք ստացվել է, չի ստացվել, եւ իրականություն կա թե ոչ։ Կյանքը խաղում է միշտ քեզ Արուստին դարձնում աղքատ Երեկվա բոբիկ տղան է Տես դառնում է բաժնի պետ Մոսկվայում ունե իր բիզնես Ու ծախսում է իր դեն ու դես Բայց հիմա տաքսուղ է կինես Ընտանիքդ որ պահես, կյանքը մեր մի աստիճան է Մեկ վերև ես մեկ ներքև Կյանքը այս իրոք դաժան է Բայց դե կյանքն է հենց պարգև Ում բախտը հանկարծ բերել է Թող գլուխը չգովի Մեկ գահին նստած վերևն է Մեկ գահից կգլորվի Շնորհակալություն։ Տրամաբանական, բրավո։ Զրույցը տանենք դեպի բլից հարցեր, մեր ավանդական բլիցը հարցեր ուղված երկուսիդ, եւ այսպես պատահել է, որ գումար չունենալու պատճառով զրկվեք ինչ որ միջոցառմանը մասնակցելուց։ Այո։ Միգուցե մանկության տարիներին Ինչպես։ Նա բացի նրանից որ զրկվել է, հաշվարկել ես։ Ուրեմն ասեմ, ինչ-որ մի ժամանակ կարող է նենց աղել, որ քեզ չեն էլ ասել, չես մասնակցել, չես գնացել դրա պատճառով, որ չեն կարացել քեզ տանեն։ Ոսինք դες պատմություն եմ իկում։ Բայց դրա հետ միասին է դու էլ ես շատ ժամանակ հաշվարկում։ Եթե սա չեմ անելու եմ մյուս բան, որտեղ չի երիքելու, միշտ ընտրության արժե։ Կարել Բնականաբար կյանքում ամեն ինչ լինում ա եղել եմ պահել, որ միջոցառմանը հրավիրված եղել, բայց գումար չեմ ունեցել ընդհանրապես, ոչ թե Չես ասել Ինչպես։ Ինչ է, ասել ես ինչ, զբաղված եմ Զբաղված եմ, չեմ գալիս, չեմ հասցնում, վերջացա, ոչ եմ բացատրել, որ գումար չունեմ։ Լավ, ում շորը կամ իրն եք գրել սեփականը չունենալու պատճառով։ Նորից Ես վերադառնանք ասացի, չէ՞ որ տես մեծ ընտանիքի նման բան ա եղել։ Մեր մոտ սովորություն ա եղել մեծինի, որ փոքրանում է կամ դու աճում ես։ Հա, տենց ինչ որ փոփոխական եղել ա։ Մա մի հատ բան ասում, չեմ ամաչում դրանից։ Ժամանակ ա եղել, որ իմ ինչ որ մի փոքրացած բանս կամ արդեն չօգտագործողս հետո երեխաներն են ակե, ես ուրախ եմ, որ ես հիմա կարգավիճակի մեջ եմ գիտեմ, որ երբ որ տղա ես շատ բաները կարող է փոքրանան, ես ինքս կհակնեմ կողմ։ Ես մանչամ, ես ունեմ կոշկիներ, որոնք այն որ ասում եմ մի 20 տարեկան են, ես ունեմ շորեր, որոնք որովհետև բան կա, որ սիրում եմ, չեմ էլ երբևէ շփրտի։ Կարին իսկ ընկերոջին է, շատ անգամ լինում է վերցնում ես ընկերոջից ինչ որ բան, չէ, եւ գնում ես միտեղ, որովհետեւ քոնը, նո, հիմիկվա մասին չի, այ մանկության տարիների միգուցե։ Ավելի շատ մանկության տարիներին եղբորը շորերն եմ հագել երևի, որտեղ մեծ եղբայր ունեմ։ Բայց նույնիսկ հիմա ես ունեմ մի շատ մտերիմ ընկեր, ինքը կարող է իմ շորը տեսնես, ինչ լավն է, ասում, լավն է վերցրա հագի, քեզ, իրար հակառակը ինձ։ Մենք այդ խնդիրը չունենք։ Մի քիչ ավելի պարզ է պետք ապրել, մի քիչ ավելի առանց ձևականությունների, չգիտեմ, այն որ ես ուրիշի շորը չեմ հագնի, այդպես բան մի քիչ արհեստական է այս մեր Բայց դա կարիքի ձեռնելով չի եղել։ Դա պարզապես Չէ, ուղղակի ուրիշի շոր, եթե ուրիշի համար ենք, հա, ընկերոջի շորն է հագնում եմ, լավ եմ անում։ Չէ՞ որ հանճարեղությունը պարզության մեջ է, մի քիչ պարզ ապրեք, մի քիչ հանգիստ կապրեք ու խաղաղ Վաղը միսը ասի իմ շորովա մարդ դարել։ Այդ այդպեսի բան կա, չէ, իմ շորովա։ Եթե այդ կարծիքների ներողություն եմ խնդրում, եթե այդ կարծիքներով մենք սկսենք ապրել, ուրեմն մենք վաղուց արդեն կործանված պիտի լինեինք։ Չնայած արդեն Դեռ մի հատ բան ասում ունեք, հատկապես երբ որ դու նաև այդ դիվանագիտական կամ քաղաքական ինչ-որ բաների գործողությունների ես գնում։ Մարդը ասում մեկ էլ փող կապը մոռացել է։ Մենք ասենք այդ ճնշում չես կանգնելու որ դուք բան անեք։ Փող հանցում եք իրար հակնում եք։ Նայեք, երբ որ դու ավելի հանգիստ ես նայում եւ իրի գերին չես, որ հասկանում ես ինչի համար ես դու այսօր այսպես հակնվել։ Եթե ինձ ասեք, ես սիրում եմ ազատ հագնել, բայց ես ունեցել եմ Արցախի ներկայացուցիչ եղած Ամերիկայի ժամանակ 2 տարի 365 օր միշտ կոստյումով լինելու կամ նույն քաղաքական ասենք գործունեության ժամանակ բան, որ վարկյանն արդի տա փոխել եմ, որտեվ ես այդ շորին բան չեմ։
դա եղել է մի մաս, որը պետք է լիներ, որ ընկալելի Ռեգլամենտ դարձներ։ ասված, այ։ Բայց ընդհանրապես Հատկապես իմ մասնագիտության մեջ մենք անդադար հագնում ենք ուրիշի շորեր։ Շատ տարբեր կերպարների համար։ թատրոնի Իհարկե։ Ռեկվիզիտ։ Ինչի մասին է խոսքը։ Հասան, ինչպես ասում են։ Կյանքում եղել է մի բան, որ չեք արել, բայց հետո փոշմանել եք։ Չարացի։ Ինչքան էլ դաստիարակում են, ասում են փոշմանի կյանքում չարացի համար, հա, բան անելով։ Միևնույնն է լինում է բաներ, որոնց նայում ես ու Որն է եղել դա, որպեսզի օրինակ է։ Միգուցե ինչ-որ մի բանի ընտրության խնդիր, միգուցե մի ժամանակին ինչ-որ այդ հնարավորությունը եղել է, բայց ասել ես, այ չեմ արել։ Այնքան բան էլ կամ նույնիսկ Կոնկրետ օրինակ չհիշեցիք։ Դե թեկուզ ասենք օրինակ ժամանակին որ չալարեի քիմիան լավ սովորեի, հիմա գինեգործության մեջ շատ բաներ կանկանե։ Բայց դա տենց էր ստացվել, որ ինձ ֆիզիկա, մաթեմատիկան այլ մի բան էր։ Բժիշկ կդառնայի հիմա։ Չէ, բժիշկ չէ, ես այդ իմաստով Արդեն տեխնոլոգին չէր դիմի, ինքը կաներ այդ մի բան։ իմաստով շատ Այդ շնորհակալ եմ գումարը ծնողներից, կտնտեսեր։ որ գաղափարը միշտ եղել է ազատ ես դու ես որոշելու։ Ու միակ բանը դու մեզ ասում ես ուր, որ եթե պետք է մենք այս չգիտեմ ռեպետիտորին վարձենք կամ այս մի խնդիրը լուծենք, բայց կյանքից սովորելու բոլոր բաները դու ինքդ ես որոշելու անես։ Որ չարացից է փոշմանել Կարենը։ Միևնույն դպրոցական տարիների մասին այդ փոշմանությունը քիչ եմ սովորել, քան կարող էի։ Այսինքն ավելի հետաքրքրված էի սպորտով, քան կրթությամբ։ Հետո հասկացա, որ կրթությունը շատ ավելի կարևոր է, քան ֆիզիկական պատրաստվածությունը մեծ հաշվով, դա էլ տղայի համար շատ կարևոր։ Երևի թե հավասար գնում են։ Բայց ամեն դեպքում երևի դպրոցական տարիների այդ չարաճճիությունը, որ ավելի էր։ Խոսքը մասնագիտական կրթության մասն է, որովհետեւ դու բավական դպրոցական, իսկ ինչ պետք է սովորիր, ծրագիրը ինչ պետք է տարքես, ինչը հիմա դու չունես։ Դու շատ լավ շարունակում ես քո մտքերը, դու շատ խորը։ Ինստիտուտում ես նստած ընդհանուր լսարանում հարցեր հնչում դպրոցի ծրագրից, որը որ ես պիտի իմանայի ու շատ մարդիկ ձեռք էին բարձրացնում, որպեսզի հիմա դա ինչով է, ինչն է կիրառում դա։ Օրինակ կոտորակ է կիրառում մաթեմատիկայի։ Տեսեք, յուրաքանչյուր բան կյանքում, այն ինչը որ ծրագրով է տրված, եթե դու ճիշտ չես անցնում, հետո դա քեզ խանգարում է։ Օրինակ նույն բանը դասախոսը հարց էր տալիս դպրոցական ծրագրից, ես ամաչում էի, որ ես չգիտեմ։ Սա արդեն խանգարող հանգամանք է կյանքի լավ ընթացքի ու ռիթմի համար։ Եվ հետո ես սկսեցի ուսումնասիրել այդ ամբողջ ընթացքում ինստիտուտի հետ միասին, այն ինչը որ ես չեմ սովորել դպրոցում։ Ամենավատը ձեզ համար խմելը, խաղալը թե շնանալը։ Շնանալը, այո։ Շնանալը, եւ դա տղամարդիկ են ասում։ Ասենք դա մարդկային հարաբերության դասն է։ Հա, խմելը երբ որ ասում եք ինչ նշան, չափում է, հա։ Այդ բանի նման է, որ ասում եք կարաս երկու վատ բան ասես, բայց իրար այդ լավ բան նշանք, ասում եմ, որ ասում ես խմող, հարբեցող ես հասկանում, ուտող, ասենք այն կոռուպցիան ես, բայց ասում ես ուտող խմող մարդ է։ Հիմա ասենք խմելը երբ որ ասում եք դա ինչ է։ Դա հարբեցողության մասին է, տվյալ ասում եմ մեծ էդրոյի չափով, եթե հա չափից շատի բան անելով։ Ալկոհոլիզմ։ Հիմա մի մարդ, որը ինքը վատանալու է ուրիշների հանդեպ եւ այդ աստվածային մեղքնագործելու։ Հա, որովհետև այստեղ մի քիչ տարբեր հարթություններ են վատ բաները, եթե նայենք այս 3 տարբերակներին, խաղալը սովորույթ է, այսինքն խմելը սովորույթ կարա դառնա։ Շնանալը սա արդեն ներքին մտքի, հոգու մասին է։ Անջան հատկապես որ խաղալը այն հայտնի ասացված շտոնաշրջից իգրա չէ, որ բան են անում։ Խաղալը դա խաղում է։ Հիմա խաղ ասելով ի՞նչն են խաղաբանանում։ Ասենք եթե խաղամոլության մասին է։ Խաղամոլության մասին դա ազարտ ու նայած ինչ անում։ Գումար, եթե դա քո կյանքն է։ Բայց դառնում է կենսակերպ։ Չէ, դու հիմա ասում մարդ ընկերներ կան, որոնք շատ են սիրում նստեն ու բլոտ խաղան։ Դա իրանց ժամանակն է, իրանք խաղում։ Հետո այդ բլոտը խաղում է փողով։ Չէ, թեկուս կոպեկների մասով կամ մեծ բան։ Այստեղ ուրիշ խնդիր է, թե դու քո կյանքիդ մեջի չափը ինչի մեջ ես իմանում։ Տղամարդը կնոջից պետք է վախենա, թե չէ։ Կարեն։ Իր կնոջ Ինչ առումով վախենա։ Վախենա։ Դե ասում են, չէ, տղամարդը իր կնոջից մի քիչ պետք է վախենա։ Ոչ, վախը մի քիչ կոպիտ է։ Վախենալ պետք չի, երբ որ դու սկսեցիր վախենալ, կնշանակի այդտեղ վստահություն չկա։
չնայած մեր օրերում տղամարդիկ մի քիչ պայմանական եմ ասում տղամարդիկ, երբ որ ասում են շեֆն է զանգում, այդ կանայք արդեն հավատացել են դրան, էլի որ շեֆը իրանք են։ Նախարարն է զանգում անդադար բան, ու սա դարել է կենսակերպ կանանց մոտ։ Ու իրանք այտենց են անցալել, ամուսինս գիտի, որ իր շեֆը ես եմ։ Ու հատկապես տղամարդիկ են այդ վախի մթնոլորտը ստեղծում կանանց դեպքում, էլի որ պիտի վախենան, որովհետև ամենասովորական բանը կինն է զանգում, տղամարդիկ ասում մի րոպե կինս է զանգում։ Ինչ կա այդտեղ, կինն է զանգում ընդհանրապես, ուրիշ ոչինչ։ Ու այստեղ կանայք հավատացել են դրան, որ իրանցից պիտի վախենան։ Հա, բայց մի րոպե կնոջ մոտ չի ասում, չէ, ընկերների մոտ է ասում։ Կինը ինչ գիտի, ոնց է։ Ուրիշի կնոջ մոտ էլ իր կնոջ դեպքում է տենց լինում։ Այդ ցուցադրական է ավելի, նման տղամարդիկ այդպես չեն շնանում ավելի շատ։ Ասում են վերև թե ինչ։ Իսկ միգուցե ինչ որ բան թաքցնում են, իբր տես ես։ Ինչպես ասում են, բայց դրանից հետո այս ֆրազնա չէ գալի։ Օ տղամարդը ինչ տղամարդ է, որ կնգանից, կնոջից էլ չվախենա, կա չէ։ Շատ։ Նայեք, կյանքի ինչ ուզում եք ասած ելնեք, եթե մի բան է, որի մեջ պետք է սերը լինի։ Եթե սերը կա, այո, տղամարդը կնոջը պետք է սիրի իր ընտանիքի իմաստով։ Չի սիրում, ասենք չի սիրում, դա ինչ կապ ունի, բայց վախենա։ Ասում եմ մի բան է, որ չի սիրում, նրանց հետո ուզում է վախենա, ուզում է սարսափի, ուզում է չգիտեմ ինչ անի։ Այսինքն կորցնելու հնարավորությունը զուտ վախի զգացումը պիտի լինի, ներողություն խնդրում, վախի զգացողությունը պիտի լինի միայն ու միայն կորստի հետ պայմանավորված։ Երբ որ դու սիրում ես, վախենում ես կորցնել։ Այստեղ ոչ թե վախ կարան վախենում ես հոգատարը այո, այստեղ վախ չի կարելի կոչել։ Սերի մեջ վախը չկա, սերը դա այնա որ ես նախորոք իմանալով այն բանը անելու եմ որ չհասնի ոչ կորուստի բաներ։ Այդ հոգատարության բանն է։ Հա, իսկ այտենց մի հատ լավ էլի արցախյան անեկդոտ ես պատմեմ, եթե այդ բանի վրա է գնալու։ Արցախում կարծես մի հատ հայտնի մեծ գյուղ, որը կա ճարտարը ժամանակի սովետական ժամանակ իր կալխոզի ղեկավարը տենց գերոյսոց դրուա այդ հա բանով ստացած եւ այլն ինչ որ պլանը պետք է կատարել դե պլանային տնտեսությունն է ուժում բոլորին հավաքում է ինչ որ բան չխայրացած ասում է էսա զանգելում ձեր բոլորի կանանց ասեմ որ աշխատավարձ ես ամիս չեմ տալու ստեյ մեկը կա որը իր կնոջից չի վախենում այդ գյուղում ասում են մի հատ մարդ ա եղել որը մերես ընկալումների մեջ են որ ասում են բան էլ այդ ամենավախկոտ կամ պատկաբնուշնի երևույթը ձեռը բարձրացնում է Ամեն սաղ գյուղով ծիծաղում են, ես ինչ ես ասում եմ, Շուրջան, ինչից վախենամ, ինչ ասում անում եմ։ Հիմա վախի ձեր զգացողությունը որտե՞ղ է։ Ով էր ավելի շատ վախեցած։ Այն մնացածը, որոնք բան էին։ Թե այն մեկն որ ասում է, ով ինչ ասում է, անում եմ, ինչի պետք է վախենամ։ Եթե կյանքի խնդիրները այս բանի վրա անենք, այն մասի վրա էլ կա, ես էլ մասը, բայց մի բան։ Ի վերջո, եթե կասեր, վախ բարդ Եթե կասես կինը ամեն ինչ կարող է։ Դե տղամարդը կարող է։ Հա լավ, եթե նույնիսկ ընդունենք, որ տղամարդը վախենում է օրինակ, ինչ տղամարդիկ վախենում են իրենց կանանցից։ Ես ուզում եմ հասկանալ այդ կանանց ընկալումը իրենց տղամարդկանց վերաբերյալ ո՞նց է։ Այդտեղով է տղամարդը այդ հարաբերություններում։ Ինչից ես վախենում։ Լավ, եթե տենց ուղիղ վախի մասին խոսքը մնում վախկոտի հետ։ Հա։ Լավ, այդ կինը որպես ով է պահում շունիկ այդ ամուսնուն, հա, որ տենց ասել եմ այդ գնա այդ գնդակը շուտ բեր։ Ինքն էլ վազելով գնա բեր։ Չէ, բայց դա չէ, վախենում է ճիշտն ասել, վախենում է արդարանալ, վախենում է հարաբերություններ չկան էլի, որ մի բանի մեջ սուտ։ Չէ, մի րոպե, տղամարդը գնաց, չէ, տղամարդն իր շրջապատի հետ, ընկերների հետ, չէ, ֆրախճանքի մեջ շնացավ, խմեց, խաղաց։ Հապա ուշ է գալիս։ Կինը գրտնակով դիմավորում է, ասում է, վաղը, էս պետք է անեիր են եւ այլն, այսինքն կամ ինչ ժամ է որ գալիս է։ Հիմա ինչ անի, չվախենա, այս տղամարդը լավ եմ անում, Թող տուն չգնա։ Ինչ անի։ Տուն չգնա։ Վախենում է, փորձում է արդարանալ, արդեն վախ է։ Բանը, բայց եթե այդ կա այդ սերը, այդ բանը դու ինչ ես քեզ թույլ տվել այդ չափերը անցնել։ Կրդակն չէ վերցնել։ Ինչ ասում եք, բոլորը կապված է մի բանի հետ են, որ ասում են դու քո ճիշտ չափը զգացողությունը մարդ լինելը պետք է իմանաս։ Ռուսական անեկդոտ կա, տենց այդ որ կնոջդ հետ գնա, տենց մեկի կինը էլ տենց ջղայնանում ամուսնու վրա, դաթար դու դրսում ես, չես գալիս տուն, բան եղել, ամուսին ասում լավ այսօր կնոջս հետ վերցնեմ գնամ ռեստորան։ Գնում են մուտքի դուրը, որ արդեն ռեստորանի պիտի բացի աշխատող, ասում, «Ա, Վանյա», ասում, «Նոր է», ասում, «Կինս ինչ ես խոսում»։ Մտնում են ներս, կինը դե լսում է, էլի ինչ է կատարվում, մտնում են ներս, նստում են, մատուցողը գալիս է, ասում, «Հա, Վանյա, ոնց որ միշտ, վիսկի», ասում, «Կինս դե հիմա հետս
այս ամենով կասենք ինչա պետք այնտեղ շոու է տեղի ունենում, աղջիկը ապարում է, բան վերջի են կտորնա որ պետք է ինչ-որ մի թել, sense քաշեն, որ հակուստ է աղջիկա վրայից ընկնի, ասում են հաղորդավար ասում է, ով պիտի հիմա քաշի այդ թելը, ով պիտի ոչ ձգի, ամբողջ այդ ռեստորանի ժողովուրդը գոռում են, Վանյա, բան էս կինը հասկանում է ինչա կատարվում, վազելով գնում է դուրս նստում է տաքսի ամուսինը հետևից վազելով մի կերպ, կինը տաքսում է գորգորում ամուսնու վրա, փաստորեն դու ես, դու դրա համար չես գալիս տուն եւ այլ։ Մեկ էլ էս տաքսի շոֆերը ֆռում ասում, այ Վանյա ջան, այսօր էսում ես հանդիպել դու։ Հիմա դա է, եթե ամուսինը իսկապես այդպիսինն է, ինչի մասին է խոսքը, այնտեղ սեր չկա, այնտեղ ոչինչ գոյություն չունի եւ վախի զգացողություն մեծ հաշվով այդ ամուսինը չգիտեմ ինչի ունի։ Շատ ջուր վերցրեց, հա, ոնց էր այս բլիցը։ Առաջարկում եմ հրավիրենք մեր փորձագետ հոկեբանին, ով կգա վերլուծելու ձեր պատասխանները։ Կյանքի աստիճանները իր տեղում, իսկ այ գինին կա ու կլինի միշտ իր բարձրում։ Նա այդ որ գինին, ամեն գինի չէ որ մշտնջենական է եւ յուրաքանչյուր արտադրող իր պիկին հասնում է, բնականաբար իր սպառողականությունը շատ է լինում եւ անունն էլ հնչեղ։ Մեր արտադրողի տվյալ դեպքում Վանարդի եւ սպառողականությունն է տեղը եւ հնչեղ անունն դե հələ մի հատ ասեք Վանարդի։ Եթերից հետո իդեպ ես շատ շտապ մեկնում եմ Դուբայ։ Շատ շտապ։ Դուբայ մեկնում, Շատ ես արագ Դուբայը մեկնում եմ։ կբերեմ այստեղ, իմացա՞ր։ Ես այդ նույն դու տեղն եմ գնալու, որտեղ որ դու։ Ես գիտես ինչ կանեմ, Դուբայը կբերեմ այստեղ։ Դու ինձ ճիշտ չհասկացար, նայ։ Դու էլ ճիշտ չհասկացար։ Հերիք է այն համեղ Ին խմորեղենը։ այս տաղավարից դուրս է, այ որտեղ որ այս խմորեղենն է, որի անունն է Դուբայ։ Բայց Դուբայն է կոմոդ եկել, ինչ ես ուզում։ Դե ես հիմա կգնամ կճաշակեմ, այդ կմեկնեմ Դուբայ։ Դե ես էլ Դուբայը կբերեմ այստեղ։ Դուր այստեղ է Դուբայը։ Դուբայ։ Նորություն Հասկանում եք, MG ինչ է սա։ Sweet-ից Դուբայ անունով այս տորտը նուրբ պիստակի խրթխրտան միջուկով ու շոկոլադով պատված համի իսկական բացահայտում է։ Ամա, սա Դուբայի շոկոլադի տորտ Բա։ տեսակն է։ Այս թանկ բան չի, բայց թե թանկ է։ Շատ տրենդային, համեղ, մնում է գնել ու վայելել։ Նորություն MG Sweet-ից։ Դե լավաշների մասին հիշում եք։ Տուր, Նախընտրեք։ գնացինք Դուբայ։ Կամ Դուբայ բերեք ձեզ մոտ գնելով եւ ուտելով այս համեղությունը։ MG Sweet։ Մեզ միացել է հոկեբան, մեր սիրելի փորձագետ Մարիան Նավետիսյանը, ողջունում ենք ձեզ։ Բարի ձեզ։ Ընդհանուր լսում եք մեր հյուրերի պատասխանները եւ առհասարակ մարդու համար ինչ է ասել կարևոր աստիճան, բարձունք եւ անկում։ Ընդհանրապես բնության օրինաչափությունների մեջ էլ կա բարձրունք եւ անկում հասկացությունը, ցանկացած նույնիսկ երկրի ազգի պատմությունը, եթե մենք նայենք, մենք կտեսնենք, որ եղել են շատ լավ բարձրունքային շրջաններ եւ հակառակ անկումային եւ նույնը գործում է նաեւ մարդու կյանքում, այսինքն նույնիսկ ամենալավ, այսպես ասած, ճակատագիր ունեցող մարդու կյանքում անպայման լինում են եւ բարձրունքներ եւ անկումներ։ Այսինքն մենք հասկանում ենք, որ գոյություն ունի օրինաչափություն։ Բալանս։ Չի կարող լինել միայն բարձրունք։ Մեր ազգի պատմության մեջ էլ եթե նայենք, այստեղ հոգեբանական առումով ինչն է կարևոր, որ երբ որ մարդը գտնվում է բարձրունքում, կարողանա դա գիտակցել եւ ռեսուրսներ հավաքի, ուժ հավաքի, որպեսզի կարողանա այն պահերին, երբ որ անկումը լինել է, որը անխուսափելի է ցանկացած մարդու եւ ազգի պատմության համար, որպեսզի կարողանա այդ կուտակած ռեսուրսները օգտագործի։ Սիրելի Մարիանա, ներողություն, այստեղից հարց է ծագում, արդյոք մարդը բարձրունքի ժամանակ, հա, այդ պիկի ժամանակ գիտակցում է, որ նա անկում է ապրում։ Ոչ։ Չի գիտակցում, որ նա անկում է ապրելու ներողություն, հա, ապագայում։ Այսինքն այդ վիճակը լինելու է մշտնջենական, միշտ։ Այո, ես համաձայն եմ, հենց այստեղ է խնդիրը, որ մարդը դա չի գիտակցում, եթե գիտակցեր, հաստատ միջոցներ կձեռնարկեր, որ անկումի ժամանակ իրեն կարողանար համեմատաբար մեղմ անցնել այն դժվարությունների միջով, որը որ սպասվում է։ Այստեղ է կարևոր, որ մարդիկ հասկանան, որ կա օրինաչափություն մոլորակի վրա, ազգի պատմության, մարդու կենսագրության, որը որ անխուսափելի է։ Անհնար է առանց դրա։ Հիմա տեսեք, մեր հյուրերը երեքն էլ ասացին, որ դեռ այդ բարձրունք արժևում է։ Եվ Թևանը, եւ Կարենը, եւ Մայստրոն ասին, որ մենք դեռ չենք հասել այդ պիկին։
Արդյոք դա այդպես է։ Գուցե մարդը հասել է եւ չի նկատել։ Դե ամեն մարդ իր կյանքի պատմություն ունի, դժվար է ամեն մեկի պատմության մեջ տեսնել, բայց գնահատականի մասին է։ Օրինակ ես հասել եմ եւ անցել եմ այդ վիկը, վերջ։ Կար ինչ որ ժամանակ, օրինակ ես դա այդպես եմ գիտակցում, այսինքն դրանից առավել բարձունքի ես չեմ հասնել։ Հիմա իրենք ասում են, մարդը падգամավոր է եղել, ասում է չի հասել, ես падգամավոր չեմ եղել, ասում եմ հասել եմ։ Այդ իմաստով այդ պաշտոնները գալիս գնացող բոլորը խոսում են, մեկը լավ է տանում, մեկը հանգիստ է տանում, մեկը բան, բայց եթե կյանքի բարձունքդ գնահատում ես քո այն վերելքի մեջ, ոնց ասած, հաջողություններով, երբ որ ես կտեսնեմ, առիթ կունենամ, որ օրինակ ծորնիկս ծնվել է ու կգնամ իրան կգրկեմ, ես նոր կզգամ, որ ես հասել եմ այս շարունակական այն բարձունքի ժամանակ։ Մինչև իրան չտեսնեմ, չեմ հասել։ Թե այդ աղրանքում պաշտոն ենք ունեցել, թե ոչ այդ պաշտոնը Բայց ծորնիկ 99-ից 9 կունենա, իսկ պաշտոն ոչ ոք։ Այ լավ ապրեք, որ ունենաք։ Թորնիկ ունենում են, ծորնիկ միգուցե չէ։ Միևնույնն է, լավ ապրեք, որ ունենաք։ Դա եւ քո առողջությանը պետք է հետևես։ Դուք տնօրինում եք ձեր կյանքի։ Այո, որ կարողանաս եւ այդ ամեն ինչը շարունակական լինի։ Կարողանաս նենց անես, որ երեխան քո կողքին լինի։ Երեխայից բացի այդ թորնիկը նույն ձևի շարունակությանը հզորություն ունենաս, Քիչ ամեն ինչ շատ ճիշտ է եւ գրքային։ Այս ամեն ինչի մեջ այդ ձեր ասած այդ բալանսն է, որովհետեւ եթե ասենք դուք ձեր երեխային ասեք գնա ուրիշ տես սովորի քո կյանքը բան արա, կարող է սկի թորնիկ էլ չտեսնեք այն ինչ որ։ Բայց ձեր երեխաները սովորում են այլտեղ։ Դե այստեղ է գալիս, որն է քո արժեք։ Իսկ ես ուզում եմ ես իմ թորնիկի հետ միասին մեր տանը նստեմ։ Ինչպես բարի հեքիաթում։ Դա է իմ բարձունքս։ Համար ոչ մի ապարագայում ազգային ժողովի աթոռը, որևէ մի պետական պաշտոն, նախագահի խորհրդականի ոչ աթոռը չի եղել։ Ու հանգիստել թողել եմ, գնացել եմ, առաջարկներն ունենալով էլ չեմ ցանկացել։ Սա մխիթարանք է, թե հոգեբան ինչ է։ Երբ որ մենք ասում ենք հաջողություն, մենք նկատում ենք այն գնահատականը կամ կարևոր է, որը մարդային արժեքը, որ դնում է հաջողության մեջ, գուցե դու ունենաս պաշտոն, բայց դու բավարարվածություն չունենաս, դա քո կյանքի ամենածանր փուլը լինի, շատ պատասխանատու եւ լարված, այսինքն այստեղ կարևոր է նաեւ գնահատողական կոնստրուկտը, ինչն է մարդու համար բավարարվածության օբյեկտ, իր որ պահանջմունքն է բավարարվում այստեղ։ Շատ ճիշտ է։ Եվ այստեղից ելնելով բնականաբար ես նկատեմ հոգեվիճակի տատանումներ կարող է դու ունենաս շատ լավ բավարարվածության շրջաններ եւ հակառակը քո կյանքում ունենաս գումար, ունենաս պաշտոն եւ այլն, բայց դու քեզ դժբախտ զգաս։ Դա հոգեբանական առումով անկումն է մարդը տառապանքի մեջ լինի։ Իսկ այ եթե պրոյեկտենք արվեստի աշխարհում, հա, մարդը խաղացել է դեր, որ ունեցել է մեծ հաջողություն, մեծ համբավ եւ կարծես դա իր գագաթնակետն էր։ Կամ երաժիշտը, հա, գրել է այնպիսի գործ, որ հենց դա է ճանաչվել եւ այլևս նմանը չի ծնվի։ Արվեստի աշխարհում։ Բայց ով կարող է դա ասել, ինչ կլինի հետո։ Ես չգիտեմ, կարող է եւ լինի, կարող է եւ ոչ մեկս չեն կարող ասել, գուցե մեզ թվա որ դա գագաթնակետն է, բայց մեզ ավելի մեծ գագաթներ սպասեն։ Դա արդեն ոչ մեկ չի կարող կանխատեսել։ Այսինքն գագաթնակետ։ Միանշանակ ասել ճիշտ չի, որ սա վերջն է։ Յուրաքանչյուրս կարծում եմ այդ օրինակը մեր վրա ինքներս զգացած կլինենք, էլի, եթե ես ուզում եմ օրինակ ունենամ այս բաժակը, ես ամեն բան անում եմ այդ բաժակի համար, որպեսզի ունենամ։ Ունեցա ինքը ինձ համար դառնում է արդեն սպառված իմ հետաքրքրության սահմանը, ես արդեն ունեմ իրան։ Եթե ես դրանից հետո ուրիշ հետաքրքրություն չունենամ, կնշանակի, որ ես անհետաքրքիր սպառեցի իմ կյանքը այսքանով։ Հա, վերջ, դրանից այն կողմ էլ ապրելու իմաստը որն է, այսինքն քնեմ արթնանամ ուտեմ, քնեմ արթնանամ ուտեմ, հա, Եթե նյութականացնենք, ապա դուք ընդհանրապես ագահ եք, բայց եթե այլ գաղափարներ Եթե բաժակ ուզում ես նյութականացնենք նույնիսկ, եթե մարդկային հարաբերություններին տանենք այս ամեն ինչը, ես ունեմ օրինակ 3 ընկեր, ինչ որ մի օր հանդիպում եմ մի հրաշալի, ֆանտաստիկ մարդու, որի հետ շատ լավ հարաբերություններ են ձևավորվում։ Ես ասում լավ, դա 3 ընկեր ունեմ, դա ինչ եմ անում որ 4-րդին։ Չէ, ժողովուրդ։ Այսինքն միշտ պիտի գնաս առաջ, նույն մեր մասնագիտության մեջ կան մարդիկ, որոնք ասում են ես ուզում եմ խաղամ, ենթադրենք Օթելո, ու վերջ, ինքը խաղացել է Օթելոն եւ վերջ, դուրս եկել, թատրոնից էլ Այդ 3 ընկերոջդ սիրում ես, 4-րդին էլ կարող ես սիրել, հա։ Իհարկե։ Դե մի կին ունես, սիրուհին ինչ ես անում, սիրում ես կինը։ Չէ, ախր դրանք տարբեր բաներ են, Արի մայստրոին էլ լսենք երաժշտության ասպարեզում այնուամենայնիվ մայստրո դուք ինչ կասեք։ Դե
Գիտեք ոնց է, իմ մոտ անձամբ մոտեցումը էսպես է, որ դե ես գործեր եմ գերում բան, իմ կոնկրետ գործերի մեջ ես չեմ համարում, որ այս գործը ես գրեցի ու վերջ էլ սրանց լավը չէ, հակառակը ես միշտ սպասում եմ, որ սրանց լավներ պիտի գրեմ։ Իհարկե։ То есть այդ սպասումը իմ մոտ կա։ Ստացվում է մարդն անընդհատ անբավարարվածության։ Չէ, ինչի անբավարար։ Դե եթե այսպես գլոբ Չէ, դա բավարարվածի, չբավարարվածի։ Զարգացման պահանջմունք։ եկեք հասկանանք։ Մարիանա, ինչու են ասում կյանքը աստիճան է, միշտ հիշիր այդ մասին։ Ինչու են մարդիկ այդպես նախորդ տալիս։ Այո, որովհետև կյանքը իրոք աստիճան է, որpիսի դու կարողանաս այն պահին, երբ որ դու բարձրացում ես բավարարվածություն զգաս վայելես, կուտակես ռեսուրս, որpիսի այն պահին, երբ որ դու ընկնում ես, օգտագործես այդ ռեսուրսները, որտեղ անկումը անխուսափելի է լինելու։ Ստրեսն էլ է անխուսափելի, անկման ժամանակ։ Եթե դու իմաստությամբ ես դիմավորում դժվարությունը եւ իմաստությամբ ես ճանապարհում, տառապանքի միջով մեղմ ես անցնում։ Երբ որ դու բնության օրինաչափությունները գիտակցում ես, հասկանում ես, որ այս աշխարհում պետք է նաև լինի նաև անկում, ու դա նորմալ է։ Իսկ երբ որ դու անկում ես ունենում ասում ես, բայց ինչի դա պետք է լիներ իմ հետ, ինչու ես մենակս պիտի տառապեմ, ոնց որ ասում են այցելուների մեծ մասը, այսինքն այդ գիտակցությունը չկա, որ դա իսկ ինչու ոչ դու։ Ինչի պիտի քո մոտ չլիներ դա։ Մարտով հաջողել է, որոշակի ժամանակահատված եղել է հայտնի դերասան, հայտնի քաղաքական գործիչ, հայտնի երգահան, կամ չգիտեմ, կամ եւ գալիս է մի շրջան, որ կարծես թե պահանջարկ չունի, ինչ պետք է նա զբաղվի, այլ ոչ այնքան հարիր այն ամենի գործով, թե ինչ անի, թե նստի եւ դեպրեսվի։ Ինչ անի։ Չգիտեմ ինչ անի, բայց դեպրեսվել լուծում չէ։ Այդ դեպքում ես խորհուրդ կտամ հոգեբանի հետ անպայման խոսել, բայց պետք է անցյալի փորձերից այլ ինչ որ զբաղվում ամեն դեպքում գուցավելի ցածր կամ այլ։ Գիտեք, այն մարդիկ, ովքեր թոշակի են անցնում ու զբաղմունք չեն գտնում, շուտ մահանում են։ Պետք է անպայման գտնել դա։ Մացան ուզում եմ երկարապեմ։ Այս է։ Նայա ջան, մեր նույնիսկ ծնողական այդ կամ լավ ժողովրդական ասածա չաս, երեխան ընկնելով է քայլել սովորում։ Փոքր երեխան, որը գնում է, դե հասկանալ է նորա թուխ մաման, պապան, քցվում են մեծեր ասում են, ոչ, թող սովորի, որ քայլի։ Այդ մեն որ ասում եմ, շատերից մենակ թվում է ֆիզիկական քայլելու մասին է։ Հիմա եթե հոգեբանականին բերեք, ասում եմ, ի՞նչ է կյանքը, ասում եմ, ընդամենը շատ կարճաժամկետ կամ կարճատև պրագուլկան ոնց է, զբոսանք միջև մահանալը։ Կարճաժամկետ, որտեղ մեկը 100 տարին ասում է, շատ քիչերն են կարողանում անցնել։ Այդ մարդիկ, ովքեր անցնում են թոշակի ու չեն գտնում իմաստ իրենց գործունեության մեջ, զբաղմունք չեն գտնում, ինքնաոչնչացման մեխանիզմներ են ակտիվանում մարդու մեջ եւ կարող են շուտ մահանալ։ Այսինքն պետք է կարողանալ գտնել նույնիսկ աշխատանքի, որովհետեւ աշխատանքի մեջ մարդը խեղդում է իր կյանքի իմաստը, իր զարգացման իմաստը եւ դրա համար դատարկություն ազգում թոշակի անցնելուց։ Իսկ մոտիվացիայի վերացումն է այստեղ ստացվում։ Այո, ասում եմ, իմաստը որն է, ես ինչ անեմ, այսինքն իրեն անպետք կարող են նույնիսկ զգալ։ Բայց երբ որ դու կարողանում ես անձնային զարգացման ինչ-որ ճանապարհ գտնել, դա կարող է զբաղմունքի միջոցով լինել, թորներին խնամելու միջոցով լինել, այսինքն այստեղ մի անշանակ մոտեցում չկա։ Նույնիսկ մարդը իմաստը եթե գտնի, կարող է շատ երկար ապրել։ Օրինակ ամուսնուս տատիկը ասում էր, մինչև ձեր երեխային չթռցնեմ, չեմ մահանա։ Մեր երեխան ծնվեց, ասեց, մյուս թորնիկիս մինչև չամուսնացնեմ, չեմ մահանա։ Ու տենց համարյա 90 տարեկան է։ Ծրագիր է տվել։ Երեխան թռցնեմ, դու չամուսնանաս անկաշ։ Մարիանա, բարձունքում գտնվող մարդուն ինչի են հաճախ շրջապատի մարդիկ ասում մոռացել ես անցելը, հիշիր ով էր դու երեք։ Դա մի փոքր դաժան մոտեցում է, բայց ցանկացած Ինչ են ուզում հիշեցնել անդադար, ինչ են ասում։ Նախանձնա, որ ուրիշը մի բան է ասը։ Եթե ես համարում մեկին ասում եմ ու համարում եմ, որ դա իր բարձունքն է, դա իմ արժեքն է, չէ՞ որ դա իր բարձունքն է։ Ես եմ գնահատել։ Ուրեմն նախանձս է, որ ես իրան դրա մասին ուզում եմ ասել։ Չէ, ասում եմ, ես Եթե ուզում եմ, հա, ով ուզում է լինի, եթե ինքը հասել է մի բանի, որ ես ուզում եմ իրան մատնացույց անեմ։ Պատկերացնում եք ծրողը ձեզ շուրգասի հիշեք դեցման։ Հակառակը ծրողը ուրախանալու է, որ դու եկել ես հասել ես դրան, վաղն էլ ուրիշ է ուզում։ Տես նախադասություն կարող ասի միայն մեկ նախանձը, որը սաստի ձեզ կամ իր ներսի բանից։ Որտեւ այլ պարագայում ով էլ ուզում ես եղի դու, եթե ասել ես այդտեղ, ուրեմն ինչ որ մի հատ ճանապարհ ասած, իմ գնահատականով ես դու տեղ ասել։
Ես եմ քեզ գնահատել, որ դու բարձունք ես։ Դա նշանակում է ես իմ արշինով եմ չափել։ Դա իմ համար է բարձունք։ Կարող է ուրիշի համար դա ոչ թե բարձունք էլ չլինի։ Ընդհանրապես ասած են։ Բայց այդ բարձունքում գտնվող մարդը այդպես չի մտածում, որ այդ դիմացինի շնորհիվ է ինքը հասել այդ կետին։ Չէ, եթե այլ շնորհիվով դա չեն ասում։ Հիշի ով ես եղել, ինչ ես արել։ Հիմա հիշի ես ինչ եմ արել, որ դու ստեղ ես։ Դա այդպես է նախանձնի։ Այստեղ շատ սուբյեկտիվ է կարծում եմ, որովհետև կարող է եւ նախանձ է, կարող է եւ ուզում են մարդուն թույլ չտան, որպեսի գոռոզանա, որովհետև երբեմն կայո կամ ցավ պատճառել։ Այսինքն միանշանակ ասել, որն է պատճառը դժվար է, որովհետև շատ տարբեր կարող է լինել, բայց մյուս կողմից մարդը պետք է անպայման իր անցյալը հիշի եւ դասեր քաղի այնտեղից, որպեսզի ապագայում հոգեբանության մեջ կրկնվող իրավիճակներ կան, այսինքն կարող է իրավիճակը նորից կրկնվել։ Դրա համար պետք է անպայման վերլուծես անցյալը, գիտակցես, ինչ դաս պիտի այս իրավիճակից քաղես նոր անցնես առաջ։ Բարի, շնորհակալ ենք նաև ձեզ այսօրվա կարծիքների փոխանակման համար։ Շնորհակալ ենք նաև մայստրոին։ Այո, մի մոռացեք անցյալի մասին եւ հիշեք, որ կյանքը աստիճան է։ Կհանդիպենք շատ շուտ։ Հաղորդման հովանավորն է MG Group-ը։ Հաղորդման գործընկերն է Տունդեպո կահույքի սրահը։